Ոչ մի արյուն, հանգիստ։ Պրովոկացիա անողներին արանքից հանել արա։ Պաշտպանություն ունեն, այլ ինչ ստվեք պաշտպանություն։ Դենց անպաշտպան քայլում ենք։ Բաչի մերն եմ անպաշտպան։ Հապար! 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 Գներեք ժողովուրդ ջան։ Այսօր ուրիշ բան է սպասում։ Ունի նոր։ Կոմպորտները ուրիշ բան է։ Հարգելի հետևորդներ, ես պետք է ասեմ, որ շատ մեծ քանակի մեր հայրենակիցներ այստեղ են գտնվում։ Իրականում խիստ էմոցիոնալ է այս ամեն ինչը եւ նաեւ չգիտեմ, երևի թե որևէ մեկս մեր կյանքում չենք մտածի, թե կարող ենք այս օրակարգով գտնվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Զավեշտի հասնող օրակարգ, բայց դուք չեք տեսնի, թե ինչ մեծ քանակի ժողովուրդ է հավաքված այստեղ եւ մեր եկեղեցին եւ մեր ժողովուրդը անպարտելի է։ Ներեք, անցած։ Ես ներողություն։ Մարդիկ գոռում են բանկարկումներով վեհապար եւ Գարեգին երկրորդ։ Ուղիղ 17:30-ին Մայր տաճարում կմեկնարկի ժամերգության արարողությունը։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների ժամերգությանը մասնակցել է նաեւ վեհապար Հայրապետը։ Փաշինյանի զորքը, որ այստեղ տեղակայված է, իրենք էլ այս ամենը շատ լավ տեսնում են եւ հասկանում են, որ նա այստեղ որևէ հաջողություն պարզապես չի կարող ունենալ, եւ այն ուժը, այն ոգին, որն այստեղ է,
մեր հայորդի զավակները այստեղ եկել են ի պաշտպանություն իրենց դավանանքի, ի պաշտպանություն իրենց ինքնության եւ ի պաշտպանություն վեհափառ հայրապետի։ Իսկապես այնպիսի հուզիչ վիճակ է, որ երևի թե մենք վատ երազում անգամ չենք տեսնի, որ մենք կարող ենք մեր իսկ սեփական հայրենիքում, մեր իսկ սեփական երկրում փորձել պաշտպանել մեր եկեղեցին եւ մեր վեհափառ հայրապետին։ Այս բովանդակությունը այնքան ողբերգական է, որ պահի տակ նայում ես մարդկանց եւ տեսնում ես մարդիկ հուզվում են, արցունքներ են գնում ու զարմանում ես, ախր այսօր հասանք, որ մենք եկել ենք այստեղ պաշտպանելու մեր հայ լինելու իրավունքը, մեր ինքնությունը եւ ամենայն հայոց կաթողիկոսին։ Սա ուղղակի չգիտեմ, էլի եմ ասում, ամենավատ երազում անգամ տեսած չենք լինի։ Ես այս տարածքը ձեզ նաեւ ցույց տամ, որպեսզի տեսնեք, թե ինչքան մարդ կա։ Մի փոքր հեռանում եմ, հաշվի առնելով, որ Մայր Աթոռի տարածքը բավականին մեծ է, իմացեք, որ այդ տարածքում ամբողջությամբ լեփլեցուն է, շատ մարդ կա ու սա շատ ոգևորիչ է, զուրչի կորչի էս ցեղը, ես այստեղ կարող եմ նաև բնորոշել այդ հանգամանքը, մեր ժողովրդի մեջ այդ ոգին դեռ կա, մեզ ընկրկել հնարավոր չէ, եւ այո, այդ բեկումը լինելու է եւ այդ հաղթական ոգին մեր ժողովրդի միանշանակ իր գործը անելու է։ Հնարավոր չէ առանց դրա որ լինի։ Հոսքը շարունակվում է, ժողովուրդ, հոսքը, ես ուղղակի այսպես լայվ ռեժիմում ձեզ ցույց եմ տալիս, հոսքը անընդհատ շարունակվում է, մարդիկ անընդհատ, ես հիմա եկել եմ դեպի մուտքերի կողմ, որ դուք տեսնեք, որ հոսքն անընդհատ կա եւ մարդիկ գալիս են, հաշվի առեք, որ նորից եմ ասում, Մայր Աթոռի տարածքը դուք գիտեք ինչ հսկայական է, երկու կողմերով դեպի տաճարի շրջակայք հոսքը շարունակվում է, տեսնում եք, մարդիկ գալիս են, բայց մենք 10 դավադիրներից եւ տիրադավներից, այո, այս դեպքում եւ դավադիր եւ տիրադավ, դրանցից որևէ մեկը դեռ չի երևացել։ Չգիտեմ դրանք ուր են, երևի միտեղից Երևան էլի, եւ իրենց աջակիցների թիմը չենք տեսել որտեղ են, այստեղ ոստիկանական զորքերը շարունակում են ըստ իրենց կատարել իրենց ծառայությունը, ճանապարհի երկայնքով ամբողջ դեպի մուտքեր գնացող ոստիկանական պատնեշ է կանգնած, այդպես մի փոքր կարող ենք նաև առաջանալ, լավ ես եղբայր, գալիս են մարդիկ, երեխաներով, ընտանիքներով, ինչպես տեսնում եք, բոլորը ուղևորվում են, ուխտի նման մի բան է, էլի սա, բոլորը գնում են դեպի Մայր տաճար, ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, ամենայն հայոց կաթողիկոսի, լսում եք, չէ՞։ Այս ժողովուրդը անպարտելի է եւ սա ցույց է տալիս, որ այդ փոքր խմբակը, որը զավթել է մեր երկրի իշխանությունը, ինքը պիտի հասկանա, որ սա այն կարմիր գիծն էր, որ ինքը հատեց եւ այդ կարմիր գիծը հատելու արդյունքում այսպիսի պատկեր տեսավ, դե տեսեք։ Շնորհավորում եմ ձեզ Նիկոլ Փաշինյան, տեսակ, դե տեսեք։ Տենց չի էլի, որ դուք ոնց ուզեք այդ ձևը, այս ժողովուրդը իր պաշտպանական իմունիտետն ու բնազդը դեռևս չի կորցրել։ Գալիս են, գիտեք ես ինչքան եմ քայլելով, գնում եմ դեպի Մայր Աթոռի կենտրոնական մուտքի մոտ, որպեսզի ավելի հստակ մարդիկ գալիս են։ Այ Աստված։ Ես կմիանամ քիչ անց նորից ըստ տեղեկությունների
ժամը 17:30-ին Վեհափար Հայրապետը նույնպես մասնակցելու է ժամերգությանը եւ 30 րոպեից կրկին կլինեմ ուղիղ եթերում եւ նաեւ կներկայացնեմ ժամերգությունից հատվածներ